պետք է սովորենք։ Մեր երկրին պիտանի լինելու համար սովորելն է շատ կարևոր։ Անկախ նրանից սպորտային քո հակումները, ֆուտբոլ, բան, այդ սա լավ է իհարկե, բայց սովորելը շատ կարևոր է ու կարդալն է կարևոր։ Պապան ինչ է անում։ Ասֆալտ, որտեղ է։ Իմ պապան Բայց օրինակ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանում կարողանանք պայմաններ ստեղծենք ու հայերը չետան, չէ։ Մենք լիքը աշխատատեղի կարիք ունենք, այստեղ լիքը աշխատատեղ ունենք։ Ուզում ենք մեր հայրենակիցները չգնան ոչ մի տեղ աշխատելու, կարողանանք պայմաններ ստեղծենք, բարձր աշխատավարձի հնարավորություն ստեղծենք, որ մնան իրենց ընտանիքների կողքին։ Արդարը թոյինքն է բանան, Հայաստան ղեկավարը։ Ոչ մեկ Քոչարյանին չի ընտրելու։ Շատ, այդ շատ կարևոր է, որովհետև Քոչարյանը մեր ժողովրդի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Քոչարյանը մեր հայ մարդկանց, այո, ինձ օրինակ 4 տարով ազատազրկել է Քոչարյանը։ Ես բանտում եմ եղել իր պաշտոնավարման ժամանակ։ Իմ լիքը ընկերների սպանել է։ Եվ հիմա եկել է նորից այդ ժամանակները ուզում է հետ բերել։ Ոչ մեկ իրան չի ընտրել։ Այո, դուք էլ Իրան նորին, չէ։ ճիշտ է, չեք հիշում։ Ինքը շատ փող ունի, բայց Հա, իր ունեցածը մենակ փողն է։ Ու իրան թվում է, որ մեզ կարա այդ փողով մեզ խափի։ Տեսեք, փայլփլուն բաներ են, չէ, տենց ցույց են տալի, բայց իրականում բովանդակություն չկա։ Հայաստանը պետք է զարգանա։ Հայաստանը պետք է ավելի ուժեղ լինի, հզոր լինի, բանակը։ Մենք հիմա փաստորեն մեր ներսում նույնիսկ սրա շուրջ ունենք վեճ։ Քոչարյանը, մյուս Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը ընդհանրապես դեմ են, որ Հայաստանը լինի։ Իրանք ասում են Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի մաս։ Ոչ։ Հայաստանը Այսա ամենասոսկալի բանն է։ Մեզ ասում են, ձեր ամենաթանկը տվեք, ձեր պետությունը տվեք, որ ձեզ թույլ տանք ձեր ծիրանը ծախեք ռուսական շուկայում։ Մեզ ասում են, ձեր երեխուն տվեք, ձեր ծնողին տվեք, որ թույլ տանք, որ ձեր կոնյակը ծախեք մեր ռուսական շուկայում։ Այս սրա հետ մենք համաձայն չենք կարող լինենք։ Դուք ապրում եք միտեղ, որից մենք սնվում ենք։ Ձեր ներկայությունը գյուղում մեզ ուժ է տալիս։ Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ մենք քաղաքում կարողանում ենք ընդհանրապես ապրել։ Ձեր հայրենասիրության շնորհիվ է, որ մենք ուժ ենք ստանում պայքարելու։ Ու դուք վաղը պիտի մեզ փոխարինեք։ Այսօր մենք ենք հավակնում գնալ ազգային ժողով, վաղը դուք պիտի սովորեք Հայաստանում, եթե պետք է արտերկրում, պիտի որակներ ձեռք բերեք։ Ձեր հայրենասիրության, ձեր գիտելիքի հաշվին պիտի գնաք ու երկրի ղեկը վերցնելու հայտ պիտի ներկայացնեք։ Մեզ հիմա մեր դրսի թշնամիները ամեն ինչ անում են, որպեսզի մեզ ավելի բզկտեն, մեզ ավելի իրարից հեռացնեն, որտեվ բաժանիր որ տիրես։ Տեսեք, դուք հիմա ուժ եք, որտեվ իրար հետ եք։ Որ կիսվեք, դուք արդեն կդառնաք խարխուլ, ձեզ ով ոնց ուզի արդեն կկարողանա կառավարի։ Դրա համար միշտ իրար հետ եղեք, միշտ իրար հետ ուժ գտեք։ Մեր պետությունն էլ է տենց առաջ գնալու են պահին, որ մենք այդ հասարակական համերաշխությունը կգտնենք, մեր ժողովուրդը իմի կգա կարևոր նպատակների շուրջ, որ մենք պիտի ունենանք ուժեղ բանակ, մենք պիտի ունենանք ուժեղ տնտեսություն, մենք պիտի ունենանք հզոր տեխնոլոգիական կարողություններ, նոր ատոմակայան։ Այս հարցերի շուրջ մեծ համաձայնություն է պետք, այո, որ մենք կարողանանք այդ բոլորը իրականություն դարձնենք։ Եթե չունեցանք այդ ներքին համաձայնությունը, ոչինչ չի ստացվի։ Աստծուն պիտի երկրպագենք, պաշտենք, բայց մեր խելքով պիտի առաջնորդվենք, որտեղ Աստված մեզ խելք է տվել, մեզ հնարավորություն է տվել գիտելիք ամբարել, կուտակել եւ մեր կյանքում լավ մարդ դառնալ, լավ քաղաքացի դառնալ մեր պետության։ Հա, ճիշտ եք ասում։